Ով եւ ովքեր մինչ Կոպոլան հեղափոխություն արեցին կինոյում, ինչի մինչ կնքահայրը չէր նկարահանվում նմանատիպ ֆիլմեր, ինչպես Կոպոլան ազդեց ժամանակակից կինոյի եւ հոլիվուդյան բիզնես մոդելի վրա, եւ վերջապես ինչ փոխեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի կնքահայրը կինոյում, այս հարցերի պատասխանը կգտնենք այս թեորիայում։ 1972 թվականի մարտի 14-ին Նյու Յորքում եղավ Կոպոլայի կնքահայրը ֆիլմի պրեմիերան։ Այդ պահից սկսած այն հիմնովին վերափոխեց համաշխարհային կինեմատոգրաֆիան։ Գանգստերական ժանրը էժանագին մարտաֆիլմից վերածեց բարձր արվեստի եւ հիմք դրեց ժամանակակից հոլիվուդյան ֆիլմերի բիզնես մոդելին։ Նախ Կոպոլան իր ֆիլմով միանգամից մի քանի հեղափոխական քայլ կատարեց։ Նա էկրանավորեց Մարիո Պյուզոյի կնքահայրն այնպես, որ գրքասերների համար այն միայն ողջունելի էր։ Երաժշտական որակը նույնպես նոր մակարդակի վրա էր։ Նինո Ռոտայի ստեղծած երաժշտությունը դարձավ մաֆիան նկարագրող դասական մեղեդիների շարք։ Կոպոլան եւ Ռոտան ֆիլմը նմանեցրին օպերայի։ Օպերայում երաժշտությունը միշտ ուղեկցում է հերոսին, ցույց տալով նրա զգացմունքները, ներքին պայքարը, հաղթանակները կամ պարտությունները։ Երբ մեղեդին մեղմ է ու նուրբ, մենք զգում ենք ընտանիքի կապը, երբ այն դառնում է ծանր ու մութ, հասկանում ենք, որ մոտենում է վտանգը կամ ողբերգությունը։ Իսկ ֆիլմի օպերատոր Գորդոն Ուիլսը հայտնի դարձավ որպես մթի արքա իր հեղափոխական լուսավորության շնորհիվ։ Նա ստվերը վերածեց պատմողական գործիքի, ցույց տալով, որ չերևացողը հաճախ ավելի ուժեղ է, քան երևացողը։ Կիրառելով լույս ստվերային հակադրության ոճը, այն գալիս է իտալական վերածննդի նկարիչներից Կարավաջոյից ու Ռեմբրանդտից։ Նա օգտագործեց միայն վերևից եկող լույս, դա թաքցնում էր կերպարների աչքերը ու ստեղծում գաղտնիության եւ ուժի զգացողություն։ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան եւ մոնտաժողներ Պիտեր Զիները, Ուիլյամ Ռեյնոլդսը օգտագործեցին խաչաձև կտրման հնարքը կնունքի տեսարանի ժամանակ։ Այն համարվում է ամերիկյան կինոյի ամենահիշարժան ու սարսափազդու պահերից։ Մայքլը ստում է եկեղեցում հայտարարելով, թե հրաժարվում է չարից, բայց իրականում հենց այդ պահին դառնում է չարի մարմնավորումը։ Կոպոլան այս դրվագով ցույց է տալիս, որ իշխանության ձեռքբերումը միշտ ուղեկցվում է հոգևոր կորստով։ Սա դարձավ դասական օրինակ, թե ինչպես կարելի է պատմել երկու պատմություն միաժամանակ։ Ինչ էր կատարվում հոլիվուդյան շուկայում մինչ Կոպոլայի կնքահայրը։ Ինչ տեսակ ֆիլմեր էր նկարահանվում գանգստերների եւ մաֆիայի մասին։ Այն ժամանակ հանցագործների խորը հոգեբանական դրդապատճառներին չէին անդրադառնում։ Գանգստերները ներկայացվում էին որպես հասարակության հակառակորդներ, ոչ թե որպես ընտանիքի կամ մշակույթի մաս։ Ֆիլմերում սյուժեն հիմնականում կենտրոնացված էր լինում փողոցային հանցագործների արագ վերելքի ու անկման վրա կամ սենսացիոն պատմությունների։ Կոպոլան կոտրեց այդ ավանդույթը, մաֆիան ներկայացնելով որպես ընտանեկան ողբերգություն, որտեղ հանցագործությունը միահյուսված է սիրո, հավատարմության եւ իշխանության փիլիսոփայական հարցերի հետ։ Հերոսները ստացան ներքին պայքար, երկիմաստություն եւ ճակատագրական ընտրություններ։ Ինչպես մյուս հերոսներին, այնպես էլ Դոն Վիտոին դժվար էր մեկ որակավորում տալ։ Հնարավոր չէր ասել նա լավն է թե վատը։ Մի անկյունից երբ նայում ես իր քայլերին, հասկանում ես ինչի համար էր այդ ամբողջ դաժանությունը, իսկ մյուս անկյունից դա ընդհանրապես ընդունելի չէր։ Օրինակ նա արդեն որոշել էր Մայքլի ապագան, բայց տղան իր համար այլ կյանք էր պատկերացնում։ Այստեղ հասկանալի է Վիտոյի դրդապատճառը։ Նա տեսնում էր Մայքլի խարիզման, այդ պատճառով նրա հետ այլ հույսեր էր կապում։ Վիտոյի տեսանկյունից սա կենսական անհրաժեշտություն էր, սակայն այս իրավիճակը Մայքլի տեսանկյունից պարտավորություն կամ պարտադրանք էր։ Իսկ որն էր միաժամանակ ճիշտ եւ սխալ իրավիճակը։ Օրինակ հերոսները սպանության որոշումները կայացնում էին պաշտպանական նկատառումներով կամ վրեժխնդրությունից ելնելով։ Կնքահայրը 2-ում մենք տեսնում ենք ինչպես երիտասարդ Վիտոն վրեժ լուծեց իր ընտանիքի սպանության համար Դոն Չիչոից։ Երբ գիտես ինչի է նա գնում այդ քայլին, հասկանում ես։ Իսկ մյուս կողմից էլ Չիչոն արդեն ծեր էր, անգամ չէր հիշում կատարվածը։ Վիտոն էլ Նյու Յորքում էր ապրում եւ Չիչոյի հետ առնչություն չուներ։ Այս իրավիճակում մի կողմից մենք հասկանում էինք Վիտոյին, որովհետև նրա ցավը խորն էր, սակայն մյուս կողմից արդյոք արժեր հետ գնալ Սիցիլիա եւ սպանել մի ծեր մարդու, ով այլևս վտանգ չէր ներկայացնում։ Նույն Մայքլ Կորլեոնեն միաժամանակ համ հերոս էր, համ հանցագործ։ Եվ այս երկակի հերոսների փոփոխությունն առաջին անգամ անում է մի ուրիշ իտալացի ռեժիսոր՝ Սերջո Լեոնեն։ Մինչ այդ ամերիկյան վեսթերներում հերոսները պարզ էին, լավը միշտ արդար էր, վատը բացարձակ չար։ Լեոնեն կոտրեց այս կաղապարը։ Օրինակ նրա լավը, վատն ու չարը ֆիլմում կերպարները բոլորն ունեին երկակիություն։ Նույն լավը շահամոլ էր, իսկ վատն ու չարն ունեին մարդկային կողմեր։ Կար մեկ այլ ռեժիսոր, ում հետ կրկին ոճային համընկնումներ եղան։ Դա Ֆեդերիկո Ֆելինին էր։ Ֆելինին մեկ ուրիշ հեղափոխություն արեց կինոյում։ Նա ստեղծեց երազային խորհրդանշական ոճերը։ Նրա ֆիլմերում ջուրը խորհրդանշում է գեղեցկություն, մաքրություն։
Իսկ Կոպոլայի մոտ նարինջն իր պայծառ գույնով հակադրվում է մաֆիայի մութ աշխարհին եւ դառնում կյանքի ու մահվան սահմանագծի խորհրդանիշ։ Ամեն անգամ, երբ ֆիլմում հայտնվում է նարինջ, դա նախանշում է մահ կամ վտանգ։ Երբ Կոպոլան նկարահանում էր կնքահայրը, նա արդեն ուներ այս երկու իտալացի մեծերի ժառանգությունը՝ Լեոնեի երկակի հերոսների մոդելը եւ Ֆելինիի խորհրդանշական փիլիսոփայական կինոյի լեզուն։ Կոպոլան դրանք միավորեց ու մաֆիայի պատմությունը վերածեց ոչ թե պարզապես հանցագործության մասին ֆիլմի, այլ ընտանեկան ողբերգության, որտեղ յուրաքանչյուր հերոս միաժամանակ ճիշտ էր ու սխալ, լավն էր ու վատը, սիրող էր ու դաժան։ Որքան էլ զարմանալի է, բայց Կոպոլան սկզբում չէր հավանել Մարիո Պյուզոյի վեպը, ասում էր, որ դա աղբ է, բայց քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, համաձայնեց կարդալ, որից հետո որոշեց նկարահանել ու փոխեց Հոլիվուդի բիզնես մոդելը, ստիպելով Paramount-ին մեծ ռիսկերի գնալ։ Որքան էլ ստուդիայի կողմից նրան դժվար տրվեց ռեժիսորի աթոռը, միևնույն է այդ ամենը հետ չպահեց նրան, որ դնի իր պայմանները ստուդիայի դիմաց։ Նախ պայքարեց, որ ֆիլմը նկարահանվի բարձր բյուջեով։ Նա պնդեց, որ Մայքլ Կորլեոնեի կերպարում պետք է խաղա երիտասարդ, քիչ հայտնի, բայց ամենակարևորը իտալացի դերասան։ Իր շնորհիվ Ալ Պաչինոն ստացավ դերը, չնայած ստուդիան նրան համարում էր չափազանց անծանոթ, եւ շատ կարճահասակ, միևնույն է Կոպոլան համոզեց ստուդիային։ Paramount-ը սկզբում չէր ուզում Բրանդոյին, նրան համարում էին խնդրահարույց եւ հնացած։ Կոպոլան պնդեց, կազմակերպեց փորձնական նկարահանում, Բրանդոն փոխեց իր տեսքը, մազերը կապեց, բերանը լցրեց բամբակով եւ այդ կերպարը համոզեց ընկերությանը։ Սա հիմք դրեց նոր Հոլիվուդի շարժմանը, որտեղ ռեժիսորներն ինչպիսին են Սկորսեզեն, Լուկասը եւ Սպիլբերգը սկսեցին ձևավորել կինոյի նոր լեզուն։ Սա առաջին ֆիլմն էր, որտեղ հերոսը դառնում է հակահերոս։ Նա սյուժեն կենտրոնացրել էր հենց այդ փոխակերպման վրա։ Այն բացեց ճանապարհ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են Սկորսեզեի Տաքսիստը Դե Նիրոյի մասնակցությամբ։ Այն պատմում էր Տրեյվիս Բիքլի մասին, ով սկզբում հասարակ միայնակ մարդ էր, բայց ներքին ճգնաժամը նրան տանում է դեպի բռնության եւ մոլագարության կողմ։ Դրան հաջորդում է Դե Պալմայի եւ Ալ Պաչինոյի սպիով դեմքը։ Տոնի Մոնտանան ԱՄՆ գալիս է որպես փախստական, բայց աստիճանաբար վերածվում է դաժան թմրավաճառի։ Վերջին տարիներին նկարահանվեց Սոպրանո սերիալը, որտեղ գլխավոր հերոսը Տոնի Սոպրանոն ընտանիքի մարդ է, բայց նաեւ մաֆիայի ղեկավար։ Այստեղ հոգեբանի մոտ այցերի ժամանակ մենք տեսնում ենք նրա ներսի կողմը, տեսնում նրա վախերը եւ թե ինչպես է ազդում այդ կյանքը մարդու հոգեբանության վրա։ Եվ իհարկե աշխարհահռչակ Վատից վատը սերիալը, որտեղ Վալտեր Ուայթը սկսում է որպես քիմիայի ուսուցիչ, բայց հիվանդության ու ընտանիքը պահելու ցանկության պատճառով դառնում է հանցագործ։ Այսպիսով Մայքլ Կորլեոնեի կերպարը դարձավ նախատիպ։ Այս մոդելը ցույց տվեց, որ հանդիսատեսը պատրաստ է հետևել ոչ միայն լավ հերոսներին, այլև նրանց, ովքեր մտնում են ու կորցնում իրենց բարոյականությունը։ Բացի այս ամենից, Կոպոլան ապացուցեց մի բան, որ մինչ այդ Հոլիվուդում գրեթե անհնար էր։ Շարունակությունը կարող է լինել ոչ միայն կոմերցիոն հաջողություն, այլև որակապես հավասար, անգամ նույնիսկ գերազանցել առաջինին։ Կնքահայրը երկուսը միաժամանակ պատմում էր Վիտո Կորլեոնեի երիտասարդության պատմությունը եւ ցույց տալիս Մայքլի իշխանության մութ ճանապարհը։ Այն առաջին սիկվելն էր, որ արժանացավ Օսկարի լավագույն ֆիլմ մրցանակին։ Մինչ այդ Հոլիվուդում շարունակությունները դիտվում էին պարզապես բիզնես։ Դրանք լինում էին արագ նկարահանված, ավելի թույլ որակով ֆիլմեր։ Այս դեպքը ցույց տվեց, որ սիկվելը կարող է լինել արվեստի շարունակություն։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին, լայքել ու ցանկության դեպքում տարածել տեսանյութը։ Գրեք ձեր կարծիքը այս թեորիայի վերաբերյալ եւ հիշեք, եթե օգնեք հասնենք 1000 հետևորդի, դա շատ կօգնի ալիքի զարգացման եւ ավելի որակյալ տեսանյութերի ստեղծման գործում։